Ողջույն հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, մի ճշգրտող հարց պարզապես, որքանով տեղյակ եմ, պարոն Թունյանը սերտ համագործակցություն կամ աշխատանքային գործունեություն չեմ կարող ասել, ունեցել է նախկին վարչապետ պարոն Կարեն Կարապետյանի ժամանակ։ Ուզում եմ հստակեցնեք, ինչ գործունեություն է իրականացրել նախկին վարչապետ պարոն Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ, ուղղակի աշխատել է, համագործակցել է, որտեվ որքանով տեղյակ եմ ԶԼՄ-ներից ինքը բավականաչափ աշխատանքային փորձ ունի ոնց որ Կարեն Կարապետյանի հետ։ Ես կարծում եմ կարդացի պարոն Թունյանի կենսագրությունը, որտեղ պետական ապարատում մինչև 2018 թվականը աշխատանք չի ունեցել, եթե բիզնես համագործակցության տրամաբանության մեջ որպես գործարարների հետ առնչություն ունեցող մարդ հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ դա նկատի ունեք, կարող է, պարոն Թունյանը ինքը ավելի մանրամասն կբարձաբանի մնացածը։ Արձագանք ունեք արձագանք։ Ես որքանով տեղյակ եմ մեկ անգամ եւս հարցը հստակեցնեմ, պարոն Թունյանը շատ դրական վերաբերմունք է ունեցել պարոն Կարեն Կարապետյանի նկատմամբ, որպես Հայաստանի վարչապետի նախկին, ուզում եմ ուղղակի ավելի մանրամասն տեղեկանալ, ինչպես դուք արդեն նշեցիք, լավ, հարցս կուղեմ պարոն Թունյանին, շնորհակալություն։ Չեմ կարող մարդկանց վերաբերմունքի մասին կարծիքներ հայտնել այստեղ, շնորհակալություն։ Մեսրոպ Մանուկյան։ Բարև ձեզ, Տիկին Մինասյան, ձեր խոսքում նշեցիք, որ Շորտ լրություն։ Չեմ լսում։ Կարծում եմ մեղավորությունը չի Տիկին Մինասյան, որ չի լսվում, տեսեք, ձեր խոսքում դուք ասացիք, որ ամենաարդյունավետ աշխատող հանձնաժողովի նախագահներից եղել է Բաբկենը Թունյան, եւ նաեւ այն փանգամանքը, որ ստացվում է երրորդ անգամ ինքը առաջադրում եք կառավարի, մեկ անգամ եղել այդ հանձնաժողովի նախագահ, մյուս անգամ փոխնախագահ եղել, բայց կառավարել է, սա երրորդն է լինում։ Հիմա իմ հարցը կայանում է հետեւյալում, քանի որ արդյունավետ աշխատել է շատ Բաբկենը Թունյան, ինչով է պայմանավորված, որ հանձնաժողովի Արգելի գործընկերներ, խնդրում եմ պահպանել։ Շատ լավ։ Խնդրում եմ թույլ տալ շարունակեք։ Կարծում եմ ձերոնց ամեն հարց տալուց պարոն Կոնջորյան, որ ես սկսեմ տեղից արձագանքել, դրական ոչինչ չի լինի։ Տեսեք, ինչով է պայմանավորված, որ հանձնաժողովի կարգավորող, օրենսդրական ոլորտները կարգավորող, խնդրում եմ ասեք չխոսեն էլի տեղից։ Ինչով է պայմանավորված, որ զգալի հատվածը տեղաբաշխվել է այլ հանձնաժողովներին, մասնավորապես ֆինանսա-բյուջետային հանձնաժողովին եւ եթե ճիշտ հասկացա էներգետիկ ոլորտի մի զգալի հատվածն էլ տարածքային կառավարման այդ հանձնաժողովին, ինչով եք բացատրում դա։ Պարոն Մանուկյան, հանձնաժողովի նախագահի գործոնը չի կարելի կապել հանձնաժողովի գործունեության ոլորտների հետ։ Հանձնաժողովի նախագահը ընդհանրապես համակարգում է այդ հանձնաժողովը եւ կառուցողական մթնոլորտում փորձում է աշխատել եւ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների հետ։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի ոլորտների փոփոխությանը, ես կարծում եմ դա կառավարության կառուցվածքային փոփոխության համապատասխանեցում է նաեւ տեղի ունեցել ազգային ժողովի հանձնաժողովների ոլորտների հետ, որպեսզի կարողանա համապատասխան նախարարությունը տվյալ հանձնաժողովի հետ ավելի սերտ աշխատի, որտեղ կարծում եմ բոլորիս է պարզ է, որ հարկային քաղաքականության նաև ինչ-որ հատված ընկած է ֆինանսների նախարարության տիրույթում, մեկ էլ մի հարց էլ տվեցիք, դա էներգետիկան եւ տարածքային է այստեղ կապ չունեն, իհարկե, կարծում եմ այսքանը։ Արձագանք։ Չկիսեցի ձեր կարծիքը Տիկին Մինասյան, որովհետև նույն ոլորտները, որոնք որ այսօր կառավարությունում կա, շարունակում են գործել, այսինքն նախկինում էլ էներգետիկ ոլորտը եղել է տկենի նախարարության տակ, հիմա էլ է նույնը կրկնվում, հետևաբար այդ ոլորտները, որ դուք տեղաբաշխել եք, հարցին դուք չպատասխանեցիք։ Պարոն Մանուկյան, պատասխանեցի։ Ընկալելի է, թե դուք ինչպես եք հասկանում եք, այդ շատ դժվար է բացատրել ձեզ ինչ-որ բան, որովհետև ասում եմ, եթե նախկինում նախարարության ենթակայության տակ եղել են ոլորտներ, փորձել ենք համապատասխանեցնենք ազգային ժողովի հանձնաժողովների հետ, կարծում եմ պատասխանեցի ձեր հարցին։